Շո չէ, ժողովուրդը, Փառք Հիսուսին, թող Աստծո անունը փառավորվի, այսօր եղբայրները, որ խոսեցին, ժողովուրդ ջան, Արմեն եղբայրը հավատքից խոսած, չէ, Ռաֆայել եղբայրը էլի հետաքրքիր խոսած, արդյոք մենք մտածում ենք, որ Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Դե ինձ թվում է, որ ասեմ, հիմա թող ձեռք բարձրացնեն, ով գիտի դրա մասին, երևի թե մենք բոլորս էլ ձեռք կբարձրացնենք։ Բայց եթե ասեմ ով է պատրաստ, ինձ թվում է բոլորը ձեռք չեն բարձրացնի։ Ինչի համար, ժողովուրդ ջան, որովհետև դեռ բաներ կա մեր ներսում, որ Աստված օգնում է տեսնենք, հասկանանք, միտք առնենք, որ իրոք բաներ կար, դե փոխված չի։ Եվ մնացել է այդպես։ Ոմանք հարմարվել են, ոմանք մտածում են դե դի չխանգարող բան է, բայց երբ որ Սուրբ Գիրքը կարդում ես, տեսնում ես, որ շատ լուրջ բաներ կա, որ մեզ պետք է անհանգստացնի, եւ մենք այնպես թեթև չնայենք փրկության վրայով, դե մենք գիտենք, որ մեր փրկությունը գործերով չի, Հիսուսով է, հավատքով է, մենք հավատացել ենք, որ Հիսուս մեր համար խաչվել է, մեր համար արյուն է թափել, չէ, որպեսզի մեզ փրկի դժոխքից, գեհենի կրակից, եւ նրա միջոցով է, որ մեզ մեղքերի թողություն է եղել, եղբայրներ քուրեր ջան, բայց ես այս վերջը կարդացել եմ, թեկուզ եւ կրկնություն էլ լինի, բայց ուզում եմ նորից կարդալ 2-րդ Կորինթացի թղթից 5-րդ գլուխն է, կկարդամ 15 խոսքից. Ան ամենուն համար մեռավ, որպեսի կենթանի եղողներն ալ միայն իրենց անձերուն համար կենթանի չլինեն, ապա անոր, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Ուստի ասկի հետո մենք մեկը մարմնով չենք ճանչնար, թեև Քրիստոսը մարմնով ճանչեցանք, բայց հիմա ալ այնպես չենք ճանչնար։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսին մեջ է, անիկա նոր ստեղծված մնե։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Հələ փորձենք տեսնենք, էլի հետաքրքիր ասում է, ուրեմն եթե մեկը Քրիստոսին մեջ է, այսինքն եթե դու Քրիստոսին մեջ չես կարող նոր ստեղծված լինել։ Այսինքն Աստված մեզ կանչել է եւ այն հավատքը, որ եղբայրները խոսում են, այդ հավատքը կյանքի փոփոխության ակնկալիք է բերում մեզ, ժողովուրդ ջան։ Հիմա որ մենք եկել ենք, եկեք անկեղծ լինենք, չէ՞, ես էլ հոգսեր ունեմ, դժվարություններ կա, թե առողջական խնդիրներ կա, ամենքս էլ կարծես ունենք դա։ Եվ երբ որ մենք գալիս ենք պաշտամունքի, ամենքս էլ ակնկալիք ունենք, սպասելիք ունենք, որ Տերը իմ աղոթքը կլսի, իմ աղոթքին պատասխան կլինի, Աստված կբուժի, այդ հոգսերին հոգսակից կլինի, այդ չլուծվող հարցերը ի վերջո լուծում կգտնի։ Բայց հարց առաջանում, իսկ Աստված ինչ է սպասում մեզանից։ Ոնց ենք նայում դրան։ Մենք բոլորս անգիր ենք արել այդ խոսքը, որ ասում է հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից է։ Այսինքն հավատքը առաջանում է Աստծո խոսքը լսելուց, երբ որ դու ընդունում ես հավատքով, չէ՞, եւ դա նպաստում է, որ հավատք լինի քո մեջ, որ դրանով դու սկսում ես հավատալ Աստծո խոստմունքներին։ Բայց հավատքը, ժողովուրդ ջան, մեզ տանում է կյանքի փոփոխության։ Իսկ ոնց եք նայում, դա տեղի ունեցել է մեր մեջ, թե չէ, որտեվ ստեղ հստակ ասես, չէ, հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Հիմա ոնց ենք նայում, մեր մեջ այդ նոր բանը եղել է։ Ես այդ նոր ստեղծվածն եմ։ Ժողովուրդ ջան, հա կարամ դե հարմարվեմ ես, գիտեք ինչ, մարդը այդպեսի հատկություն ունի իր էությամբ, Ադամ բնությամբ, որ կարա հարմարվի այս աշխարհի անցուդարձին, հարմարվենք այս տարբեր տեսակ բաներին,
հարմարվեմ եւ նաեւ եկեղեցում, հարմարվեմ եւ Աստծո խոսքին, գնամ փող զիջումների, բայց Սուրբ Գիրքը մեզնից այդպես բան չի պահանջում, ժողովուրդ ջան, որ ես հարմարվեմ, մի ոտս աշխարհ լինի, մի ոտս լինի եկեղեցու մեջ։ Այդ խոսքը շարունակում է, սակայն ամեն բան Աստծուց է, որ մեզ իրեն հետ հաշտեցուց Հիսուս Քրիստոսին ձեռքով ու տվավ մեզի հաշտության պաշտոնը, այսինքն Աստված էր, որ Քրիստոսով աշխարհս իրեն հետ հաշտեցուց եւ անոնց հանցանքները իրենց ներեց ու մեզի վստահեցավ հաշտության պատգամը, ժողովուրդ ջան։ Թող Աստված օգնական լինի, եղբայրները խոսեցին, օրինակ բերեցին Զաքեոսին, չէ, հետաքրքիր Զաքեոսը, որ զղջաց, երբ որ Հիսուսը իր տան մեջ էր, խոստովանվեց, ասեց իմ հարստության կեսը աղքատներին կտամ, ում որ խաբեությամբ, զրպարտությամբ հարստահարել եմ, հատուցում կանեմ։ Մենք ինչ ենք տեսնում, ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ այդ մարդը մեղավոր մարդ էր, բայց երբ որ զղջաց, երբ որ խոստովանվեց, իր մեջ կյանքի փոփոխություն տեղի ունեցավ։ Այսինքն ինքը մերժեց այդ հին կյանքը, բայց ես կարող եմ հələ այդ հին կյանքի դրվագներ կային դուրս շատ է գալիս։ Ու ես էդի փայփայում եմ, էդի պահում եմ, ժողովուրդ ջան։ Բայց Հիսուսը մի պայման դրեց։ Ես հիմա մտածում եմ, ասենք, ես ուզում եմ Հիսուսի հետևից գնամ։ Ոնց եք նայում։ Ուզում եմ Հիսուսի հետևից գնամ, թե ասում եմ Հիսուս ջան, այս կյանքը բոլորս էլ հասկանում ենք ժամանակավոր է, մեկ հիշեցնում ենք այն խոսքերը Սաղմոսից, եթե 70 զորությունով 80 տակավին անոր փառքը տառապանք ու տանջանք այդ խոսքերը անգիր են կարել, բայց ոչ մեկ չգիտի քանի տարի կապրի։ Ինչ վստահություն ունես, որ պետք է 70 կամ 80, թեպետև լինում է 90 են ապրում, քույրիկ ունենք, որ 100 տարեկան է, արդեն 100-ն էլ է անցել, բայց ամեն դեպքում, ժողովուրդ ջան, ես կարդում եմ Հիսուսի խոսքերը, Մատթեոս ավետարան, ուրեմն 16 գլուխ 24 խոսք, այն ատեն Հիսուս իր աշակերտներին ասավ, եթե մեկը իմ ետևես գալ կուզե, դու ուզում ես, ես ուզում եմ Հիսուսի հետևից գնամ, բայց ինչ պայման է դնում, եթե մեկը իմ ետևես գալ կուզե, թող իր անձը ուրանա և իր խաչը վերցնե ու իմ ետևես գա։ Այս պայմանը ես չեմ դրել, կարակ դժգոհեք, կարակ համաձայն չլինեք, կարակ ասեք ես էդի չեմ ընդունում, բայց էդի ես չեմ ասում, ես կարդում եմ ընդամենը Հիսուսի ասած խոսքերը, որ դա ճշմարտություն է, եղբայրներ քույրեր, եւ դա հաստատություն է։ Եթե մեկը իմ ետևես գալ կուզե, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ ետևես գա, վասնզի ով որ կուզե իր անձը ապրեցնել, պիտի կորցնցնե զանիկա։ Եվ ով որ ինձի համար իր անձը կորցնցնե, պիտի գտնե զանիկա։ Քանզի ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր անձը կորցնցնե, կամ իր անձին համար ինչ ազատ չեք պիտի տա մարդ, վասնզի որդին մարդու իր հոր փառքով պիտի չէ ապաշխարության գալը, այնքան բաներ ենք ձևավորել այս աշխարհից, այս աշխարհի պայմաններն են մեզ թելադրել, այս աշխարհի պայմաններն են մեր մեջ այդ հատկանիշները ձևավորել, բայց ես ուզում եմ հարմարցնեմ, եկա հավատքի, Տեր ջան իմ գործերին հաջողություն տուր, ես ամբողջությամբ կենտրոնացած եմ, որ իմ գործերը հաջողվի եւ անհաջողություն չունենամ, բնական բան է,
Բայց ես կարողանում եմ ուրանամ, ոչ թե միայն ուրանամ, այլ նաև խաչը վերցնեմ, ժողովուրդ ջան։ Այդ խաչը այն խաչը չի, որ ես մարդիկ այսօր ոսկուց արծաթից պատրաստում են ոսկերիչները գեղեցիկ զարդերով, շղթաներով գցում են մարդիկ իրանց վիզը մտածում են էդի այդ խաչն է։ Այդ խաչը մի վայր է, որ մարդ խաչում է իր եսը, իր հեղինակությունը, իր անունը։ Բայց այն, որ չի կարողանում ուրանալ այդ անձը, ինքը նույնիսկ հավատքի կյանքի մեջ ուզում է իր հեղինակությունը բարձրացնի։ Բայց դա Աստծուն հաճելի բան չի։ Ճիշտ է, միգուցե այս խոսքերը շատ խիստ են հնչում, եղբայրներ, քուրեր ջան, բայց սա նրա համար է, որ ես միտք առնեմ, կարող է ծիծաղամ էլ ասեմ, ինչ են խոսում, բայց երբ որ Հիսուսը հայտնվի, երբ որ ես կանգնեմ Տիրոջ ատյանի առջև, ես չեմ կարա ծիծաղեմ։ Ես չեմ կարա պատճառներ որոնել։ Դրա համար այսօր է ժամանակը, որ ես լուրջ մոտենամ նրա խոսքին։ Երբ որ նայում ենք, մարդիկ են եղել, չէ, շատ հավատքի մարդիկ են եղել։ Օրինակ, ես ուզում եմ Եբրայեցիս թղթից մի տեղ կարդալ 11 գլուխ, բոլորիս ծանոթ տեղեր է, Մովսեսի մասին։ Հավատքով երբ ծնվավ Մովսես, իր ծնողներուն ձեռքով 3 ամիս գաղտուկ պահվեցավ, վասնզի տղան գեղեցիկ տեսան ու չվախցան թագավորին հրամանեն։ Հավատքով Մովսես երբ մեծացավ, չընդունեց փարավոնին աղջկան որդի կոչվիլը, քանզի ավելի աղեկ սեպեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քանզ թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելել, ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսին գանձերը, վասնզի դիտելով կսպասեր վարձքին հատուցումին, հավատքով Եգիպտոսը թողեց ու չվախեցավ թագավորին բարկությունեն, վասնզի համբերեց, որպես թե անտեսանելին կտեսներ, հավատքով ըրավ զատիկը և արյունը սրսկելը, որպեսի անդրանիկները սատկեսնողեն իրեն չդիպչի։ Հիմա կարելի էր Մովսեսը մեծ հնարավորություն ուներ, ժողովուրդ ջան, շատ մեծ հնարավորություն ուներ, բայց ինչ է կարծում, մեկ ասեր այ Մովսես ջան, լավ չես կարա էլի քո Աստծուն պաշտի, բայց դե փարավոնի այդ հարստությունը, այդ Եգիպտոսի հարստությունը ապագայի համար ապահովություն է, բայց այս մարդը լրիվ մերժեց, ժողովուրդ ջան, մերժեց այդ պաշտոնը, մերժեց փարավոնի աղջկա որդի կոչվելը, մերժեց այդ ամենը, մերժեց, հասկանում եք, ու այս մարդը ընտրեց այն ճանապարհը, որ Աստծուց էր, այն ինչ որ իրան բացվել էր, այն ինչ որ ինքը տեսնում էր, եւ պատահական չի, որ ասում է անտեսանելին կտեսներ, ժողովուրդ ջան, անտեսանելին կտեսներ։ Թող Աստված մեզ օգնական լինի, որպեսզի այս խոսքերը մենք մատերի արանքով չնայենք, չէ, մենք տենց ենք ասում, չէ, ժողովրդի մեջ այդպեսի խոսքեր կա, մատերի արանքով անայեմ, այսինքն ոնց որ թեթևամտորեն անայեմ, էլի, հա, բայց սրանք լուրջ բաներ են, փրկությունը, հափշտակությունը, որ եղբայրները խոսեցին, Աստված այս վերջի ժամանակները երազներով էլ է խոսում, հայտնություններով էլ է խոսում, որպեսզի մեր միտքը արթնանա, բայց մարդիկ կան, իրանք հարմարվել են ու քնած են, ժողովուրդ ջան, դրա համար Աստված ամեն ժամանակ ոնց որ արթնացնում է, որպեսզի մենք սթափվենք, չէ։
որպեսզի մենք իրոք լրջանանք։ Ես կարդում եմ նորից Մարկոս ավետանից 13:32 խոսք. իսկ այն օրվան ու ժամվան համար մեկը չի գիտեր, ոչ երկնքի մեջ եղող հրեշտակները եւ ոչ որդին, հապա միայն հայրը։ Զգուշ կեցեք, արթուն մնացեք եւ աղոտ կրեք, վասնզի չեք գիտեր, թե ատենը երբ է, ինչպես օտար երկիր գացող մարդը իր տունը կթողի ու իր ծառաներուն իշխանություն կտա եւ ամեն մեկուն իր գործը ու դռնապանին կապսպրե, որ արթուն կենա, ուրեմն արթուն կեցեք, վասնզի չեք գիտեր, թե երբ պիտի գա տանտերը, իրիկվանը, թե կես գիշերին հավախոսին, թե առավոտ, չլա, որ հանկարծակի գա ու ձեզ քունի մեջ գտնե, եւ ինչ որ կսեմ, ձեզի ամենուն կսեմ, արթուն կեցեք։ Ժողովուրդ ջան, թող Աստված օգնական լինի, ես չգիտեմ, ես նպատակս այն չէր, որ ինչ որ կարծես թե խստությամբ մոտենամ այս ամեն ինչին, բայց ոչ թե խստության հարցն, այլ լրջության հարցն է։ Լրջության հարցն է։ Հա, թողել ես աշխարհը, եկել ես, բայց նորից քո աշխարհի ցանկություններով ապրում ես, դա ինչ օգուտ կելնի քեզ։ Այդ վաղ ոնց կելնի, երբ որ Հիսուսը հայտնվի, արդյոք քնած չես լինի այդ ժամանակ։ Քնած այն ֆիզիկական քնի մասին չի խոսում Հիսուսը։ Այն մեղքի քնի մասին է խոսում։ Ոնց որ Սամսոնը Դալիլայի ոտքերին ինչ էր անում։ Քնում էր։ Այդ մեղքի ցանկությունով Դալիլան Սամսոնին քնցնում էր, ժողովուրդ ջան, որ Սամսոնը ի վերջո կորցրեց իր օծությունը։ Այսօր Աստված շատ մեծ գին է վճարեք մեր փրկության համար, որ մեզ պատրաստի իր արքայությունը մտնելու համար, ժողովուրդ ջան։ Հիմա ինչպես եմ ես վերաբերվում։ Ես կարողանում եմ իր խոսքը ընդունել ու հաստատ պահել, թե ընդամենը համաձայնվել եմ, ոնց որ փող զիջումներով ապրեմ։ Աստված այդպես չի ընդունի քեզ։ Երբեմն եղբայրները օրինակ են բերում, ասում են պատկերացրա երիտասարդը ամուսնացել է, երիտասարդ աղջկա հետ, ու այդ երիտասարդ աղջկան հարցնում է, դու ինձ սիրում ես։ Ասում է, հա, սիրում եմ, բայց 70% եմ սիրում, այն 30%-ը իմ սերը տվել եմ ուրիշի, որ տղամարդը կհամաձայնվի, ժողովուրդ ջան, հիմա եթե Հիսուսը քեզ հարցնի, ինձ կսիրես, Պետրոսին հարցրեց, չէ, ատոնց մե ավելի կսիրես, ինչ եք մտածում, Պետրոսը իր հետ եղող եղբայրներին, ոնց էլ ելնի մեկին կսիրեր, չէ, Հովանեսին կսիրեր, իր եղբայրներից որևիցե մեկին ինչ-որ ավելի կսիրեր, բայց հարց է տալիս, ատոնց մե ավելի կսիրես։ Հիմա եթե հարցնի, այս աշխարհից ավելի շատ ինձ կսիրես, ինչ կասեմ։ Հա, Տեր ջան, սիրում եմ, բայց մի քիչ աշխարհի մեջ բաներ կա, էդ եմ սիրում, էլի։ Հələ դեռ խաչը չեմ հանել, հələ չեմ ուրացել, հələ ինձ դուր է գալի, մի քիչ ներկեմ, մի քիչ սենց հանեմ, մի քիչ դզեմ, փչեմ։ Ժողովուրդ ջան, Աստված թող օգնի մեզ, էլի, ինչ ասեմ։ Մենք Աստծո հետ գործ ունենք, հասկանում եք, աշխարհի հետ գործ չունենք։ Աշխարհը հա կարա քեզ մի քիչ հարմարցնի այս կյանքի մեջ, բայց Աստված ուզում է, որ եթե ուզում ես Հիսուսի հետևից գնալ, հիշեցնեմ այդ խոսքերը նորից, անձը տուրացի, խաչը վերցրու
ու գնա Հիսուսի ետևից։ Ինձ էլ է վերաբերվում, մեզ բոլորիս է վերաբերվում։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք աղոթքի։ Մամիկոն աղբերը հիշեցի, Մամիկոն աղբերը, որ մեկին ասենք հանդիմանում է մի այնց սխալը տեսնելով, հետո վերջում ասում է, հո ձեզ չնեղացի։ Չէ, ոչ թե ուզում եմ նեղացնել, ուզում եմ որպեսի լուրջ նայենք, ժողովուրդ ջան։ Երբեմն գիտեք ինչ, չասեմ աշկի տեսածով եմ դատում, բայց որ ստե կանգնում ես բարձր է, սենց ընդհանուր որ նայում ես, մեկ տեսնում ես էլի ոնց են հոգիները այդ խոսքի նկատմամբ ինչ վերաբերմունք են ունենում։ Դրա համար եկեք լրջանանք էլի, ժողովուրդ ջան, լրջանանք։ Տիրոջ գալուստը մոտ է, Ռաֆայել աղբերը ասեց, եթե 90 թվականին ասում էինք մոտ է, հիմա 2026 թիվն է ավելի է մոտեցել։ Փառք քեզ Տեր Հիսուս։